Այլ հայացք ԱՄՆ Վենեսուելա լարվածությանը։ Միացյալ Նահանգներ Վենեսուելա հարաբերություններում լարվածությունն աճում է։ 2020 թվականից ի վեր ամենաարդարադատության նախարարությունն այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոին մեղադրում է թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ կարտելների հովանավորման համար։ Դոնալդ Թրամփը վերադառնալով Սպիտակ տուն ավելի կոշտացրեց Կարակասի նկատմամբ քաղաքականությունը։ Նրա խոսքով Վենեսուելան Միացյալ Նահանգներ թմրանյութերի հիմնական մատակարարն է, թեև պաշտոնական վիճակագրությունն այլ բան է փաստում։ 2025 թվականի օգոստոսին Թրամփի հրամանով պատերազմի նախարարությունը սկսեց մեծացնել ռազմական ներկայությունը Կարիբյան ծովում, Վենեսուելայի ափերից ոչ հեռու։ Ամերիկյան կողմը տարածաշրջան է ուղարկել մեծ թվով ռազմանավեր, կործանիչներ, ռմբակոծիչներ, հետախուզական ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր եւ ծովային հետևակայիններ։ Նման ռազմական զորախումբ արդեն մի քանի տասնամյակ այս տարածաշրջանում չէր տեղակայվել։ Այս ընթացքում ամերիկյան B-52 ռազմավարական ռմբակոծիչները Վենեսուելայի ափերի մոտ իրականացրել են ռմբակոծության իմիտացիա։ Իրականացվում են նաև իրական գործողություններ։ Ամերիկյան օդուժը ոչնչացրել է վենեսուելական մի քանի փոքր նավ, պնդելով, որ դրանք թմրանյութեր էին տեղափոխում։ Զոհերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը։ Միացյալ Նահանգներն իր հարվածները որակում է որպես ինքնապաշտպանություն, սակայն դեռ չի ներկայացրել փաստեր ապօրինի թմրաշրջանառության մեջ խոցված նավերի ներգրավվածության վերաբերյալ։ Հատկանշական է, որ Միացյալ Նահանգների նախագահը չի բացառում անգամ Վենեսուելայում ցամաքային ռազմական գործողության անցկացման հնարավորությունը, նշելով, որ ծովն արդեն ամերիկյան կողմի լիարժեք վերահսկողության տակ է։ Բացի այդ, Դոնալդ Թրամփը հաստատել է, որ կենտրոնական հետախուզական վարչությանը թույլատրել է գործողություններ իրականացնել Վենեսուելայի տարածքում։ Տարածաշրջանային երկրներն արդեն դատապարտել են ամերիկյան ուժերի հարվածները, իսկ միջազգային իրավունքի փորձագետները կասկածի տակ են դնում դրանց օրինականությունը։ Վենեսուելայի իշխանություններն իրենց հերթին կտրականապես հերքում են ամերիկյան կողմի մեղադրանքները, նշելով, որ դրանք չափազանցված են եւ բացարձակ անհիմն։ Կարիբյան ավազանում ամերիկյան ռազմական ներկայության մեծացման ֆոնին Վենեսուելայի պաշտպանության նախարարը քաղաքացիներին կոչ է արել պատրաստվել վատագույն սցենարին։ Նիկոլաս Մադուրոն հրամայել է սահմանապահ ուժերը բերել ամենաբարձր պատրաստականության մակարդակի։ Սահմանների անվտանգության ամրապնդման նպատակով Կոլումբիայի հետ սահմանին, ինչպես նաև Ատլանտյան օվկիանոսի եւ Կարիբյան ծովի ափերին տեղակայվել է հավելյալ 25,000 զինծառայող, ուժեղացվել է հակաօդային պաշտպանությունը, այդ թվում ռուսական արտադրության համակարգերով։ Բացի այդ, հայտարարվել է զորահավաք, իսկ Կարակասի արվարձաններում զորավարժություններ են անցկացվում։ Ըստ փորձագետների, Վենեսուելայի դեմ գործողությունները թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարով բացատրելու ամերիկյան վարչակազմի ջանքերը համոզիչ չեն։ Միացյալ Նահանգների թմրանյութերի դեմ պայքարի վարչության 2025 թվականի զեկույցում նշվում է, որ Միացյալ Նահանգներում առգրավված կոկաինի 84%-ն ունի կոլումբիական ծագում։ Զեկույցում նշվում են նաև այլ երկրներ, բայց ոչ Վենեսուելան։ Փորձագետների կարծիքով Վենեսուելայի նկատմամբ ռազմական ճնշման մեծացման իրական նպատակը երկրի ռազմաքաղաքական ղեկավարության մեջ պառակտումներ առաջացնելն է, ինչն ի վերջո կհանգեցնի Նիկոլաս Մադուրոյի հեռացմանը։ Միացյալ Նահանգները Մադուրոյին չի ճանաչում որպես Վենեսուելայի օրինական նախագահ։ Դեռ 2019 թվականին Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում Միացյալ Նահանգները փակել է այդ երկրում իր դեսպանությունը։ 2024 թվականին Վենեսուելայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները նոր ճգնաժամ ստեղծեցին։ Երկրի ընդդիմության եւ միջազգային կազմակերպությունները հայտարարեցին, որ Մադուրոն վերընտրվել է կեղծելով քվեարկության արդյունքները, ինչը հանգեցրեց զանգվածային բողոքի ակցիաների։ Թեև իշխանություններին մեծ դժվարությամբ հաջողվեց ճնշել ցույցերը եւ կայունացնել իրավիճակը, սակայն շատ երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգները, այդ գործողություններին ի պատասխան խստացրին այդ երկրի դեմ պատժամիջոցները։ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները Մադուրոյին ներկայացնում են որպես բռնապետ եւ անուղղակիորեն հաստատում, աշխատում են նրա հեռացման ուղղությամբ։ Ամերիկյան կողմն անգամ $50 միլիոն պարգևատրում է խոստացել Մադուրոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար։ Փորձագետների գնահատմամբ Միացյալ Նահանգների կողմից Վենեսուելայում ցամաքային գործողության հավանականությունը ցածր է։ Այնուամենայնիվ, ամերիկյան կողմը կարող է թիրախային հարվածներ հասցնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար կասկածվող օդանավակայաններին, նավահանգիստներին եւ այլ ենթակառուցվածքների։ Միացյալ Նահանգների եւ Վենեսուելայի միջև խորացող ճգնաժամի հանգուցալուծումը կախված է երկու գործոնից՝ որքան է Թրամփը պատրաստ պահել նման մեծ ռազմական զորախումբ Կարիբյան ավազանում եւ ինչ ծայրահեղ քայլերի պատրաստ կլինի գնալ, երբ համոզվի, որ ռազմական ճնշման քաղաքականությունը չի աշխատում։